Արևմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պատրաստ են ուժային գործողություն իրականացնել Իրանի դեմ արդեն մոտ օրերի ընթացքում։ Ամերիկյան խոշոր զորախմբեր տարածաշրջան են տեղափոխվել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, եւ որքանով է հավանական այդ հարվածը։ Իսրայելական 13-րդ հեռուստաալիքը, այդպես է այն կոչվում, վկայակոչելով Իսրայելի զինված ուժերում իր տեղեկացված աղբյուրները, հայտարարել է, որ հնարավոր է մոտակա օրերի ընթացքում Միացյալ Նահանգները արդեն հարված հասցրեն Իրանի ուղղությամբ, հայտնի է բաց աղբյուրներից ստացված ինֆորմացիայից, որ կիրակի օրը տեղի է ունեցել Իսրայելի բարձրաստիճան զինվորականների հանդիպումը Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարական այդ բարձրագույն կազմի հետ, այդ թվում նաև ծովակալ Բրեդ Կուպերի հետ, ով համակարգում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ողջ աշխատանքները, եւ ըստ էության ամերիկյան նախապատրաստվածությունը այդ հարձակմանը պատրաստ է։ Ամերիկյան մեծ արմադա արդեն մոտեցել է Իրանի սահմաններին եւ հրամանի արկայության դեպքում պատրաստ է այդ հարվածը հասցնել։ Fly Radar այդ ինտերնետային բազայի շնորհիվ հնարավոր էր համոզվել, որ վերջին մի քանի օրվա ընթացքում մի քանի տասնյակ ավիաչվերթ է իրականացվել ծանր բեռնատար ինքնաթիռների Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից ամերիկյան բազաներից դեպի ամերիկյան ռազմաբազաներ Հորդանանում, Քաթարում եւ Սաուդյան Արաբիայում։ Այսինքն ենթադրվում է, որ այդ երեք պետությունները իրենց ծառայությունները ամերիկացիներին խոստացել են եւ արդեն օգտագործվում են։ Բացի այդ տեղեկություններ կան այն մասին, որ Արաբական Միավորված Էմիրությունները եւս որոշ ձևով կմասնակցեն այդ ռազմական գործողությանը եւ կտրամադրեն իրենց ունեցած առնվազն մի մասը ունեցած ռեսուրսների, Մեծ Բրիտանիան նույնպես ինչ որ մասնակցություն է ունենալու։ Միաժամանակ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Չինաստանից Իրան բազմաթիվ ծանր բեռնատար ինքնաթիռներ են ուղևորվում, կարող ենք ենթադրել, որ նույնպես ծանր ռազմական տեխնիկա է տեղափոխվում։ Այսինքն տպավորություն է ստեղծվում, որ այդ պրոքսի պատերազմների ժամանակը արդեն անցնում է եւ գերտերությունները պատրաստվում են արդեն բախվել ուղիղ գրեթե բարի ունիմաստով մեր սահմաններից շատ մոտիկ։ Իսրայելում եւս ամեն ինչ պատրաստ է ռազմական գործողությանը, քանի որ գիտակցում են, որ Իրանի պատասխանը առաջին հերթին Իսրայելի ուղղությամբ է արվելու։ Կիրակի օրը Իսրայելի առողջապահության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել խոշոր հիվանդանոցների եւ բուժ հաստատությունների ղեկավարների հետ, համակարգել են աշխատանքները, այսինքն հատուկ արդեն դրություն է մտցվել եւ իսրայելական բուժ հաստատությունները պատրաստ են մեծ թվով վիրավորների ընդունել։ Խոսքը պատերազմի մասին է, թե թիրախային հարվածների։ Խոսվում է ամենայն դեպս թիրախային հարվածների մասին, այդ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմահանգրվանների ուղղությամբ եւ նաեւ, ինչպես հասկանում եմ, նպատակ է դրվում ոչնչացնել հոգեվոր առաջնորդին։ Ըստ որոշ տեղեկությունների նա թաքնվում է տարբեր բունկերներում եւ տեղափոխում են մեկից մյուսը, որպեսզի պարզ չլինի, թե կոնկրետ որ պահին որ բունկերում է եւ որ իբր այդ բունկերները պաշտպանված են անգամ ամենահզոր ռումբերի համար։ Բայց պարզ է, որ եթե այդպիսի հարվածներ հասցվեն, դա շատ մեծ հավանականությամբ կհանգեցնի նաև իրական ռազմական գործողությունների, առնվազն Իսրայելի դեմ Իրանի կողմից լուրջ հարված է լինելու։ Իսկ ինչպես են դրսևորում նման իրավիճակներում Ադրբեջանը։ Տպավորություն կա, որ Իլհամ Ալիևը պատրաստ է բացել իր խաղաքարտերը, այսօր աշխատանքային այցով Բաքու էր ժամանել Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սարը եւ թեև Ջեյհուն Բայրամովի հետ մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր, որ եկել է Բաքու համատեղ ներդրումները քննարկելու համար, պարզ է, որ այս այցի գլխավոր նպատակը իհարկե ռազմաքաղաքական եւ ռազմական համագործակցությունը քննարկելն էր, այդ թվում նաև Իրանի դեմ սպասվող հարձակման այդ համատեքստում Իսրայելը դիտարկում է Ադրբեջանին որպես կարևորագույն դաշնակիցը Իրանի դեմ իր պոտենցիալ պատերազմում եւ վստահ եմ, որ այս դեպքում Ադրբեջանը ոչ միայն հետախուզական, այլ նաև այլ բնույթի գործողությունների տարածք կարող է հանդիսանալ, այսինքն Ադրբեջանին Իսրայելում դիտարկում են որպես բառից բուն իմաստով պլացդարմ Իրանի դեմ պատերազմական գործողություններ իրականացնելու համար։ Այս ֆոնին հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ
ակտիվ ավելանում է Իսրայելից դեպի Ադրբեջան ավիաչվերթների քանակը։ Ըստ պաշտոնական տեղեկությունների շաբաթական 37 կանոնավոր չվերթ է իրականացվում 5 ավիաընկերությունների կողմից։ Միայն կանոնավոր չվերթ, բացի այդ բնական է նաև կան այդ չարտերային չվերթներ, որոնց մի մասին նույնիսկ դժվար է հետևել ֆլայ ռադարի միջոցով։ Այս ամենը հաշվի առնելով եւ Գեդեոն Սարի այցը Բաքու եւ Դավոսում Իլհամ Ալիևի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարծում եմ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը Իրանի դեմ սպասվող ռազմական գործողություններում որոշակի դեր է կատարելու եւ օգտագործվելու է որպես պլացդարմ։ Եվ այդ ֆոնի վրա փոքրինչ տարօրինակ են թվում Իրանի որոշ դիվանագետների կողմից Հայաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքները, ինչպես օրինակ Հայաստանում Իրանի դեսպաններ մեղադրել, հետաքրքիր է, որ նախորդ Իսրայելի եւ Իրանի միջև լարվածությունից առաջ Թեհրանում հստակ հայտարարել էին, որ եթե հաստատվեն տեղեկություններն այն մասին, որ Իսրայելը օգտագործել է Իրանի դեմ հարձակման համար հենակետեր Ադրբեջանի տարածքում, այդ հենակետերը կդիտարկվեն Իրանի կողմից որպես լեգիտիմ թիրախ հարձակման համար։ Իհարկե այդ տեղեկությունները հաստատվեցին, ոչ մի հետևանք դա չունեցավ, ոչ մի հարձակում Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ չեղավ, այս անգամ Իրանից որևէ անգամ սպառնալիք արդեն չի հնչում Իլհամ Ալիևի հասցեին, թեև ակնհայտ է, որ նա դարձրել է իր երկիրը պլացդարմ Իրանի դեմ անուղղակի գոնե հարձակման համար։ Իսկ Թուրքիայում ինչ են ձեռնարկում։ Թուրքիայում բաց աղբյուրների սպասված տեղեկությունների համաձայն մշակվել է մի այսպես հայեցակարգ, սահմանին փորձում են բուֆերային գոտի ստեղծել, քանի որ գիտակցում են, որ մեծ քանակով փախստականներ կարող են փորձ ձեռնարկել ներխուժել Թուրքիայի տարածք։ Թուրքիայի արտգործնախարարությունը զեկույց է ներկայացրել Մեջլիսի միջազգային հարաբերությունների կոմիտեին, որում ընդգծվում է, որ տարբեր սցենարներ են մշակվել եւ գլխավոր նպատակն է զսպել այդ փախստականների պոտենցիալ հոսքը եւ այդ նպատակով սահմանում պատրաստվում են այդպիսի բուֆերային գոտի ստեղծել։ Ադրբեջանում եւս սահմանում ինչ որ նախապատրաստական աշխատանքներ իրականացվում են, հավանաբար եւս բուֆերային ինչ որ գոտի ստեղծելու մասին է խոսքը։ Արդյոք եւ վերջապես Հայաստանն ինչ կարող է անել այս պայմաններում։ Դե Հայաստանի իշխանությունները եւս հաստատել են տեղեկություններն այն մասին, որ մշակվել են տարբեր նախագծեր եւ քանի որ արտաքին հետախուզության ծառայությունը բարձր է գնահատել Իրանում պոտենցիալ ռազմական հավանականությունը բախման եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասել էր, որ մշակվել են տարբեր սցենարներ, այդ թվում նաեւ ռազմական գործողությունների համար եւ այդ թվում նաեւ այն դեպքի համար, երբ անհրաժեշտություն կլինի վերանայել լոգիստիկ տարբեր խնդիրների լուծումները, էներգետիկ համակարգի համար, ինչ վտանգ դա կարող է ներկայացնել եւ նաեւ միգրացիոն հոսքերի հաշվի առնելով փախստականների հնարավոր այդ ներխուժման վտանգը։ Առանձին խնդիր է իհարկե Իրանում ապրող մեր հայրենակիցների ճակատագիրը, վստահ եմ կամ հույս ունեմ, որ այս սցենարը եւս մշակվել է, կարծում եմ եթե այդպիսի իսկապես հարձակում լինի, իրանահայերի մի մասը ցանկություն կհայտնի կունենա տեղափոխվել Հայաստան, իսկ մանավանդ եթե նկատի ունենանք, որ իրանահայերի մեծ մասը Հայաստանի քաղաքացի է, բնական է Հայաստանը պետք է փորձի այս հարց պարտավոր է փորձել այս հարցին եւս լուծում տալ։ Բացի այդ նաեւ ինչպես ասացի վտանգ կա, որ Իրանի ու Հայաստանի սահմանում մեծ փախստականների այսպես ճամբարներ կձևավորվեն եւ այդ մարդիկ փորձեն ներխուժել նաեւ Հայաստանի տարածք, այդ դեպքի համար եւս պետք է պատրաստ լինենք։ Հայաստանը շատ համեստ հնարավորություններ ունի փախստականներ ընդունելու հարցում եւ այստեղ եթե դրա անհրաժեշտությունը լինի, իհարկե միջազգային մարդասիրական կազմակերպությունների աջակցությունը շատ կարեւոր կլինի, բայց դեռևս հայտնի չէ արդյոք մշակվել են այդ կազմակերպությունների կողմից նման պլաններ եւ արդյոք այդ հարցում համագործակցություն կա թե ոչ։ Շնորհակալություն։